Այս նյութով ինչ եմ ուզում ասեմ։ Դե նախորդ նյութի մեջ ես ցույց տվեցի, ստեղ ունենք մենք բարակ կիպարիսներ, այս կիպարիսովկա ես Լենլանդայի տեղը, նեղ աճողները, որոնցից այս պեաձև հատվածը մի քիչ համեմատած տաք եւ արևոտ տեղ է եղել, այսինքն արևի հարաբերությունն ինչա բույսի իմունիտետը ավելի բարձր է լինում։ Ընդամենը ծայրերից է ցրտահարվել, դրանք փոխարինեցինք կանաչ լեյլանդաներով։ Ես նորից եմ ասում, այս լեյլանդաները շատ լավ մշտադալար բույսեր են, շատ լավ։ Կա սենց դեղին եզերով, որը շատ գեղեցիկ է, ինքը կարաս կտրտես, օրինակ սա նոր ենք տնկում պատրաստի տարիքով է, բայց կտրտած ձևավորած է։ Իրան որ բնական թողում ես լայնանում մեծ, եղևնու պես հսկա բան է դառնում, լայն։ Ինչա ասացիս իմաստը, այս այգու հիմնելուց նայեք, պլուշները տնկել ենք մեծ պլուշներ, նայեք, մի սեզոն է աճել, այս տարի նոր է բացվում, այս բաց գույնի տերևները այս տարվա աճածներն է, դեռ վեգետացիա չունեց, ընդամենը տերևները բացվել են, նայեք, ընդամենը տերևներն են բացվել, նայեք, ինչ արագ փակվել է, հատուկ այսպիսի պլաստմասի ցանց ենք կպցնում պատերին, նայեք, հատուկ sense ցանց է, որը հնարավորություն է տալի բույսին ոլոր-մոլոր մեջը փաթաթվելով պատին քիպ կպած մնա, պահպանված մնա ինքը, կամ ինչի պոկի ջրի շթով լվալուց չես մաքրի պատից կամ ինչ-որ որևէ խնդիրներ չի առաջանա։ Երկրորդը, նայեք, այս եղևնին այսինքն մեծ էլ տնկել ենք։ Դե հիմա այս այգում էլի մեծ բույսեր ենք բերում տնկենք, սպասում ենք տեխնիկան, որ մոտեցնի մեր բույսը, ինչն է առավելությունը, ճիշտ է, մեծը թանկ փող ես տալի, բայց միանգամից ունենում ես մեծ բույսերով այգի։ Եվ հիմա երկրորդ, երրորդ, չգիտեմ, երրորդ գլխավոր գործոններից մեկը մոնտաժ էլի մենք ենք հավաքել այս գիդրանտների առավելությունը, նայեք։ Այսինքն գիդրանտը խփում ես իր պիստոլետը իր տեղը, միացնում շլանգը ու ինչ ուզում ես անում ես, ասենք ուզում ես ծառը լվացածնես, նայեք։ Լողացնում ենք հիմա։ Ուզում ես ծառը ջրես, արմատային համակարգը դրանով ջրում ես, տեսեք, դե ես մի ձեռով եմ չեմ կարա ցնցուղը այս պալավին կենոնց որ փոխեմ, որ ուրիշ ձևով կա, ինչն է ասածս, որ այգի հիմնելուց երբ որ ամեն ինչ խելամիտ ես անում, այնքան լավ արդյունք ես ունենում, ամեն բանը նպատակային երբ որ օգտագործում ես ու խնամքը հոգատալ մասնագետներ են անում, շատ արագ լավ արդյունք ես ունենում, այսինքն, տեսեք, մեկ տարվա այգի է, որոշակի փոփոխություններ ենք անում, ծառ ենք տնկում, նոր ծառ ենք ավելացնում, դե շեշտեցի ես ցրտահարվածները տեղը փոխեցինք, նեղ աճողները անկեղծ եմ ասում ռիսկային է մի քիչ, ես չի ես տեղյակ չէի, բայց դեռ ասենք անհետ չի ամեն ձմեռ ցրտահարվում է, էլի ոնց որ այգիներ ունենք տարիներով ապրել է, նոր ցես տատանվող եղանակային անբարենպաստ պայմանից վնասվել, այսինքն հունվարը տաքարեց, փետրվարի սկիզբը տաքարեց, հետո ցրտեց։ Նայեք, այսենց խեղճացել ավիրվել են ծառերը։ Դե մաժավելնիկների վեճը չի կարելի ասած, ինքը հաստատվում է, այս բոնսայը մաժավելնիկից ձևավորած, այսենց մեծ փոսի մեջ ենք տնկելու, նայեք հələ խորությունը։ Իսկ այս մեծ փոսի մեջ էլ այն մեր մեծ ծառը, որ սպասում ենք, որ տեխնիկան պետք է գա եւ դրանով օգնի մեզ, որ կարողանանք ծառը տեղավորենք։ Սա բարվինոկներն է, որ այս նեղ հատվածները մենք խոտ չենք ցանում, ինչի համար, որպեսզի հետագա աշխատանքները չբարթանա, ամեն ինչը նպատակային ենք հիմնում մեր ստեղծած այգիներում։ Նայեք, պլյուշը պատերի վրա, գեղեցիկ կանաչ տարածություն, նաեւ ստեղ ունեցանք մեկ ուրիշ ցրտահարված ծառ, կապույտ կապտավոն մայրիներ, կեդրը, ճիշտ ասած կանաչը աճել էր կապույտը, ես նույնիսկ ասեցի, բայց արդյոք կապրի մեր պայմաններում, ասեցի նորմալ է, ցավոք հավատացինք վաճառողին, բայց չաճեց, դա էլ ցրտահարվեց։ Ինչևէ, այսպես է լինում մեր աշխատանքները, մեր հիմնած այգիները, այսենց գեղեցիկ, արդյունավետ, նպատակային, մի խոսքով, այսքանը։